1988 թվական 11:41 րոպե 10 բալ ուժգնությամբ երկրաշարժը 41 վայրկյանում Հայաստանի 41%-ն ավերակի վերածեց։ 25,000 զոհ, 500,000-ից ավելի անօթևաններ, ամենից շատ զոհ Գյումրիում էր՝ 17,000։ Այսօր երկրաշարժի 25-րդ տարելիցն էր։ Երկրաշարժի զոհերի հուշարձանի մոտ ամեն տարվա պես ծաղկեպսակներ էին տեղադրված նախագահ Սերժ Սարգսյանի կառավարության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անուններով, սակայն այդպես էլ նրանցից որևէ մեկը Գյումրի չայցելեց այսօր։ Հայաստանի իշխանությունները չեն եկել զոհերի հիշատակը հարգելու։ Փոխարենը Ֆրանսիայից հատուկ երկրաշարժի 25-րդ տարելիցին զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խումբը Ռենե Ռուկիեի գլխավորությամբ։ Խմբի կազմում առաջին անգամ Հայաստան էր այցելել նաև պատգամավոր Վալերի Բուայեն, ով հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրենքի հեղինակներից է։ Առաջին անգամ 1989 թվականի հունվարին այցելեցի ֆրանսիացի պատգամավորների հետ եւ մեծ ողբերգություն ապրեցինք։ Երկրաշարժի օրերին մենք ականատես եղանք մի բացառիկ զորաշարժի համայնքի կողմից։ Կարելի է ասել դա նաեւ շրջադարձ էր Ֆրանսիա-հայ համայնքի կյանքում։ Հիշեցնեմ, Ֆրանսիան առաջին երկրներից էր, որ աղետի գոտի ուղարկեց փրկարարների մեծ խմբի, որին հաջորդեց մեծածավալ օգնությունը։ Ֆրից Սողոյանի երկրաշարժի զոհերի հիշատակին կանգնեցված քանդակում ի դեպ նաև ֆրանսիացի փրկարար կա, ու ֆրանսիացի պատգամավորների աչքից այն չվրիպեց։ Երկրաշարժից քառորդ դար անց արդյոք կարելի է ասել, որ Գյումրին վերակառուցված է։ Գյումրեցիները միանշանակ այն կարծիքն ունեն, որ դեռ ոչ։ Բնականաբար ոչ։ Այսօր մեղադրելու ուժ չի, բայց շատ մարդիկ են մեղադրել։ Սկսած պետությունից, կառավարությունից։ Այ մի տեսակ, չգիտեմ, ամոթ չի, որ 25 տարի անց դեռ տնակում ապրողներ կան։ Բնականաբար։ Թող մտածեն այն մարդիկ, ես չեմ ուզում ասում, դա պետք է կտան։ Թող մտածեն այն մարդիկ, որոնք պատասխանատվություն ունեն այսօրվա համար, երեկվա համար ունեն եւ վաղվա համար ունեն։ Թող մտածեն իրենք։ Ինչպես կարելի է քաղաք վերակառուցված համարել, երբ որ այդքան մարդ դեր տնագներում է ապրում, որ այդքան հիշեցնող շենքեր ու շինություններ կան, որ այդքան փլատակներ կարելի է տեսնել։ Ոչ, ես կասեմ, քաղաքը վերակառուցվում է կրյայի քայլերով։ Շատ դանդաղ է վերակառուցվում։ Չէ, չի վերակառուցվում։ Միլիոններ, տրիլիոններ ստացան Գյումրու համար, բայց Գյումրին ով կերավ, սաղ կերանելով թողեց էր, մենք ուտեինք, մեր շինարարությունը պատրաստ եղնել։ Հիշեցնեմ, որ երկրաշարժի 20-րդ տարելիցի օրը նախագահ Սերժ Սարգսյանը հենց Գյումրիում հայտարարեց, որ 5 տարի անց, այսինքն արդեն իսկ այսօր այլևս անօթևան ընտանիքներ չեն լինի աղետի գոտում, սակայն 5 տարի անց անօթևանների հերթացուցակում դեռ բնակարանի փոխհատուցման են սպասում հարյուրավոր ընտանիքներ։ Մոտ 4500 ընտանիք էլ տնակներում են բնակվում, բնակարան ունենալու հույս անգամ չունենալով։ Երկրաշարժի 25-րդ տարելիցը նաև ամոթի օր էր հայտարարված, որ քառորդ դար անց տնակներում ապրող ընտանիքներ կան։ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանից հետաքրքրվեցի, թե անօթևանների հերթացուցակով այսօրի վերջո քանի ընտանիք է բնակարան ստանալու։ Հերթացուցակում մնում է 649 ընտանիքներ, որոնց վերաբերյալ ասեմ 404-ը չեն ներկայացրել փաստաթղթեր սահմանված ժամկետում։ Ուշացրել են այս 404-ից 244-ը արդեն իսկ ներկայացրել են ընդամենը դիմումներ քաղաքապետարան, որը դժբախտաբար այս պահին չի քննարկվում, որովհետև ժամկետից հետո է ներկայացվում։ 93 ընտանիք սեփական բնակելի տներ էին կորցրել, դրանց շահառու այս ծրագրի շրջանակում չեն համարում։ Տանուր հերթացուցակում մնում էր 893 ընտանիքներ։ Գյումրիում 25 տարիների ընթացքում մոտ 22000 բնակարան է կառուցվել, մոտ այդքան էլ բնակվոն ավերվել էր երկրաշարժին։ Սակայն դեռ անօթևան հազարավոր ընտանիքներ կան ինչպես Գյումրիում, այնպես էլ մի քանի գյուղական համայնքներում։